1988 թվական, դեկտեմբերի 7։ Երեսունյոթ տարի առաջ հազարավոր մարդիկ դեմ հանդիման կանգնեցին անսպասելի վրա հասած ողբերգությանը, Սպիտակի ավերիչ երկրաշարժին։ Հաշված վայրկյանների ընթացքում ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, հարակից շրջանների 100-ից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Հազարավոր մարդիկ զոհվեցին, հազարները կորցրին իրենց հարազատներին ու մնացին անօթևան։ Երկրաշարժի պահին եղել եմ մանկապարտեզում եւ 2 տարեկան եմ եղել ընդամենը, ես, իմ 2 քույրերը, բոլորս եղել ենք մանկապարտեզում եւ մեր ծնողները այդ խառը իրավիճակում մանկապարտեզի մի մասը փլվել էր, եկել եւ հասցրել են ժամանակին մեզ տանել։ Հենց երկրաշարժի պահին մարդիկ պատմում են, որ առաջինը գյումրեցիները միմյանց հարցնում էին հո Երևանին բան չի եղել։ Հենց իմ տատը, հենց դասախոսության ընթացքում, երբ դասապրոցես է տեղի ունեցել, փորձել է օգնել ուսանողներին, որպեսզի պատասպարվեն տարբեր անկյուններում, նաև երաշտական գործիքի, այսպես ասած, ռայալի տակ եւ չի հասցրել նա եւս տեղավորվի, ինչի արդյունքում զոհվել է։ Իմ աղոթի շողության մեջ դաջվել է Գյումրեցու տխուր դեմքերը, հայացքները, այդ երկրաշարժի հետ շատ երկար տարիներ, նույնիսկ հենց Գյումրեցու դեմքին նայելիս բոլորը տեսել են, զգացել են։ Այդ ժամանակ մեր երկրին օգնության ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարություններ, կազմակերպություններ, միջազգային կառույցներ ու անհատներ։ Աշխարհը ցնցած երկրաշարժից անցել է շուրջ 4 տասնամյակ ու երբեմնի սարսափվի հիշեցնող աղետի գոտին այսօր արդեն վերականգնման ու ծաղկման շրջան է ապրում։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Գյումրին 180 աստիճան փոխվել է, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ մտնում ենք Գյումրի, այդ աղետի հետքերը կան, բայց ի ուրախություն բոլորիս շատ քիչ են մնացել։ Շատ մեծ աշխատանքներ են կատարվել, հատկապես վերջին 1 տարվա ընթացքում ես ուզում եմ մի քանի տվյալներ նշել, ինչ են կարել։ 15 դպրոց է հիմնանորոգվել, վերանորոգվել, որին տրամադրվել է 4.5 միլիարդ դրամ։ Մանկապարտեզ ունենք հանձնված արդեն շահագործման, եւս 2-ը պատվիրել ենք, ունենք 7 բնակարանի գնման վկայականների արդեն հանձնված իրականություն, այսինքն Գյումրին գնալով զարգանում է, այսօր պետական միջոցներով արվում է ամեն ինչ, որպեսզի հետ երկրաշարժյան Գյումրին մոռանա, որ երբևէ եղել է աղետի գոտի։ Տեղափոխությունից հետո Գյումրի քաղաքը նոր շունչ ապրեց եւ ինչպես գիտենք, եւ տուրիզմի զարգացումը եւ օր-օրի փոխվող մեր սիրելի քաղաքը արդեն տեսանելի է, փոփոխությունը տեսանելի է բոլորին եւ նույնիսկ այսօր Գյումրիում ոչ աշխատանքային օրերին կարելի է քաղաքի կենտրոնում նկատել, որ մեջտապես տուրիստական հոսքեր կան։ Առաջին բանը, որ պիտի ասեմ, այն ճանապարհահատվածն է, որը ի վերջո կարծես թե մոտենում է իր տրամաբանական ավարտին, երբ տասնյակ կարելի ասել, արդեն կարող ենք 10 տարի եւ ավելի մասին խոսել, մեզ թույլ տալ, ճանապարհի տարբեր կտորներ ամիսներով, ինչու՞ չէ տարիներով կանգնած էին եւ մենք չենք տեսնում գետնի վրա շոշափելի արդյունքներ։ Խոսքը հյուսիս հարավ ավտոճանապարհի մասին է։ 5000-ին հասնող վագոն տնակներից 1500-ից ազատվել է պետությունը, կարելի ասել, պետության աջակցության, ներքո եւ մինչեւ 2027 թվականը պատրաստվում ենք այսքան ամբողջապես այս ցիկլը փակել։ Միայն այս ծրագրի համատեքստում 1 միլիարդի շեմը հատում է կառավարության աջակցությունը այս վերջին տարիների ընթացքում, որը միտված է եղել միայն բնակարանային ապահովման ծրագրին։ Վերջին տարիների պետական երկարաժամկետ ծրագրերը ձևավորեցին երկրաշարժի հետևանքները վերացնելու եւ համայնքների վերականգնման հիմքը, որն ըստ խորհրդարանականների կառավարության սեղանին է 24/7 ռեժիմով։